Այսօր 22 նահանգների եւ Վաշինգտոն DC-ի գլխավոր դատախազները, ինչպես նաեւ 3 նահանգապետեր դատարան են դիմել պահանջելով բացել արտակարգ ֆինանսական միջոցները կանխելու դաշնային սննդի օգնության դադարեցումը։ SNAP ծրագիրը, որը օգնում է շուրջ 1/8 ամերիկացիներին գնել մթերք, նախատեսվում է դադարեցնել այս շաբաթվա վերջին։ Ծրագիրը կասեցվելու դեպքում միլիոնավոր ընտանիքներ կկանգնեն սովի եւ ֆինանսական ճգնաժամի առաջ։ Գործող վարչակազմը հայտարարել է, որ չի կարող օրինական հիմքերով օգտագործել արկա 5 միլիարդ դոլարի արտակարգ ֆոնդը, որը բավական կլիներ օգնել ընտանիքներին առնվազն կես ամսով։ Սակայն դեմոկրատ պաշտոնյաներն ընդգծում են, որ վարչակազմը պարտավոր է շարունակել օգնությունը, քանի դեռ կան հասանելի միջոցներ։ Նույն իրավիճակում է նաև այլ դաշնային ծրագիր՝ Head Start մանկապարտեզային ծրագիրը, որը տրամադրվում է նախադպրոցական կրթություն եւ խնամք ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին, շաբաթ օրը կարող է դադարեցնել գործունեությունը ֆինանսավորման բացակայության պատճառով։ Իսկ WIC ծրագիրը նախատեսված մայրերի, նորածինների եւ փոքր երեխաների սննդային ապահովման համար կկարողանա գործել մինչև նոյեմբերի 8-ը։ Սննդի բանկերն ու հասարակական կազմակերպությունները նախազգուշացնում են, որ եթե իրավիճակը չփոխվի, նրանք չեն կարողանա սպասարկել ավելացող մարդկանց հոսքը։ Սննդի բանկերը նախատեսված են լրացնելու, ոչ թե փոխարինելու կառավարության աջակցությունը, նշված է վերջիններիս հայտարարությունում։ Միաժամանակ մի շարք նահանգներ փորձում են ժամանակավոր լուծումներ գտնել։ Օրինակ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Օքուլը հայտարարել է 30 միլիոն դոլարի արտակարգ հատկացում սննդի բանկերի համար, իսկ Նյու Մեքսիկոն 8 միլիոն դոլարի։ Սակայն գյուղական եւ փոքր նահանգները, ինչպես Արկազասը, խոստովանում են, որ չունեն բավարար տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ։ Եթե դաշնային կառավարությունը չվերաբացվի առաջիկա օրերին, մոտ 42 միլիոն մարդ կարող են նոյեմբերի 1-ից բառացիորեն մնալ առանց սննդի։